Բարև ձեզ։ Ես ազգային անվտանգության ներքին անվտանգության վարչություն եմ զանգահարել։ Այո։ Ուրեմն ձեզ հետ News Media լրատվական գործակալությունից Գայանեն է Զարգարյան խոսում։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ձայնագրում եմ խոսակցությունը, քանի որ խնդիր կա, որի հետ կապված ուզում եմ ահազանգ հնչեցնել։ Ուրեմն Woman ինքնակոչ մոդել, ինքնակոչ անհայտ բլոգեր, Woman Անիտա Հարությունյան, ով ներկայանում է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների տնօրենների, տարբեր շրջանակների մոտ, ներկայանում է որպես պետական համակարգի աշխատակից, ներկայանում է որպես նաև ԱԱԾ աշխատակից, շարունակում է հասարակությանը, հանրային քաղաքական հասարակական տարբեր շրջանակների, բառից բուն իմաստով, ուրեմն ենթարկել տեղեկատվական տերորի, տեղադրելով մարդկանց, երեխաների, տարբեր մարդկանց լուսանկարներ, ընտանեկան լուսանկարներ, տրամադրում է կեղծ տեղեկություններ հասարակությանը, սպառնում է քանդել գերեզմաններ, սպառնում է, որ կգնա կպղծի գերեզմաններ և այդպես շարունակ։ Այսինքն, սույն անձը, այս ինքնակոչը, ներկայանալով, որ ինքը պետական համակարգի աշխատակից է, այդ թվում նաև ԱԱԾ աշխատակից, ֆոն է ստեղծում, որպեսզի հստակ մարդիկ գնան վենդետայի։ Ես ուզում եմ սա ընդունեք որպես ահազանգ և ես պարտավորվում եմ, ես Գայանե Զարգարյանս, այն ինչի մասին հիմա ձեզ փոխանցեցի, ներկայացնելու փաստեր, ձայնագրություններ, այն ինչի մասին քիչ առաջ ես մատնանշեցի։ Եվ որպեսզի խնդրում եմ ազգային անվտանգության ծառայությանը, իդեմս հարգարժան պարոն Աբազյանի, հասկանալու, պարզելու կա արդյոք նման աշխատակից, թեկուզ գաղտնի աշխատակից, այսպես ասած, և ինչով է պայմանավորված սույն անձի այլասեռություններն և այն հանցանքները, որոնք որ նա թույլ է տվել ամիսներ շարունակ։ Ահազանգիս իմաստը և խնդիրը սա էր։ Հասկանալի է, կներեք, նորից կներկայանաք դուք։ News Media լրատվական գործակալության տնօրեն Գայանե Զարգարյան։ Տիկին Զարգարյան, անպայման ձեր ունեցած ապացույցների հետազոտության կարիք կառաջանա, խնդրում եմ հեռախոսահամար տրամադրեք մեզ, որպեսզի պայմանավորվենք։ 098 Այո։ 52 52 2313 կառավարությանը աշխատակազմին տեղակ են պահել այս խնդրի հետ կապված, մենք ճշտել ենք, որ պետական համակարգում կառավարությունում այդպիսի աշխատակից չկա, գոյություն չունի, և համատեղ ուժերով հիմա պետք է փորձենք ԱԱԾ ծառայության միջոցով, կառավարության աշխատակազմի նաև ակտիվ ջանքերով հասկանանք, գործ ունենք Մոլագարի հետ, թե adekvat մեկի, ով ըստ էության փորձում է զբաղվել ոչ ավել, ոչ պակաս, փաստորեն սրիկայությամբ և փաստորեն արերևույթ հանցանքի հետ մենք գործ ունենք, հանցագործություն կատարող անձի։ Այս պահին ձեր բացացած խնդրի առնչությամբ որքանով հասկացա վերաբերելի է այնքանով ԱԱԾ-ին, որքանով դա ներկայանում է ինքնակոչ անձը ԱԱԾ աշխատակից։ Այո։ Մենք ձեզ կզանգահարենք, կպայմանավորվենք ձեր ունեցած տեղեկությունները մեզ փոխանցելու ու համապատասխան ուսումնասիրությունից հետո եզրակացություն կազմելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ, ես կսպասեմ ձեր զանգին և պատրաստ եմ ներկայացնելու բազմապիսի փաստեր։ Շնորհակալություն։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, հաջողություն։